Նախքան բանակ զորակոչվելը Գրիգոր Պետրոսյանը մտադիր էր ծառայությունն ավարտելուց հետո մասնակիտանալ զինվորական գործում։ Ապրիլյան քարորյան ավելի հաստատակամ դարձրեց նրան։ Պատերազմ տեսած զինվորը որոշումը չփոխեց։ Այսօր արդեն վերադառնալուն պես դիմել է նախնական զինվորական պատրաստության բաժին։ Ես հադրուտ եմ ծառայել, բայց Ջաբրայելում եմ եղել։ Ես զգացողությունները վատն եմ, բայց դե չի փոխել որոշումը, ուզում եմ շարունակեմ։ Միգուցե դաս եղավ մեր համար, որ այս ամեն ինչը որ ավելի լավ պատրաստվենք, մեր թշնամուն լավ ճանաչենք։ Պատերազմում ձեռք բերած փորձը կատարելագործելու եւ ռազմագիտության մեջ մասնակիտորեն հմտանալու մղումով էին Հրայրը եւ իր ընկերները եկել մասնակցելու բուհի ընդունելության քննությանը։ Թեև համոզված էին, որ այնինչ տեսականորեն են բուհում սովորելու, գործնականում արդեն կիրառել են։ Բացի այդ խոստովանում են, որ ամեն անգամ զենքի հետ առնչվելիս պատերազմի մասին հիշողությունները թարմանում են։ Ամեն դրվագն էլ միշտ մտքիս մեջն է ու հաստատ հեշտմար չի կարա մոռանալ, ով էլ էր իմ տեղս չի կարա մոռանալ, գերոջդ մոռանաս, թեկուզ վիրավորված, թեկուզ մահացած, ամեն բանը մտքիդ մեջ է, թե օգնում, թե սրտում կա էլ։ Զենքի քանդում, հավաքում մրցույթն ապրիլյան հերոսների եւ բուհի ուսանողների միջև ընթանում է ռազմագիտության ամբիոնի հերակաբաժնի ընդունելության քննություններին զուգահեռ։ Իսկ քննություններն առաջին անգամ անցկացվում են ռազմագիտության ամբիոնի նոր մասնաշենքում։ Նախկին շենքային անհարմար պայմաններից հետո այստեղ ուսումնական գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու համար ստեղծված են բոլոր հնարավորությունները։ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռազմական ամբիոնի նոր մասնաշենքի բացումը այլ կերպ չէր կարող լինել։ Զինվորական կարգով եւ քայլերի հաջորդականությամբ պետական օրհներգի ներքո վեր է բարձրանում հայոց եռագույնը։ Ռազմագիտության ամբիոնը բուհում հիմնադրվել է 1984 թվականին նպատակ ունենալով միջնակարգ եւ միջին մասնագիտական կրթօջախների համար պատրաստել ռազմագիտության ուսուցչական բարձրակարգ կադրեր։ Ամբիոնի դասախոսական կազմից շատերն են անցել Արցախյան հերոսամարտի բովով, մեծ ներդրում ունեն հայոց բանակի կայացման գործում։ Հատկանշական մեկ փաստ եւս բուհում տարեցտարի ավելանում է ռազմագիտության ամբիոն դիմող աղջիկների թիվը։ Չեմ կարող տարբերակել, աղջիկներն են ավելի հայրենասեր, թե տղեկ։ Եղավ աղջիկները ինչ որտեղ ավելի, գիտեք, այդ մայրական զգացմունքը ծնել, մեծացնել, սա իրեն խոսքը ասում է։ Մարինե Տերբինյան, Կարապետ Արաքելյան, Օրագիծ։